Աչքերս բացեցի, ու ժպիտ եկավ իմ դեմքին, Սուրբ Հոգու հպումը զգացի, ու խաղաղություն իջավ իմ սրտին։ Եվս մեկ խաղաղ գիշեր ապրեցի, ինչ կա առավել երանելի, երբ կողքիդ պահապան ունես, հոգ տանող ու սիրող հայր ունես, որ նա ամեն առավոտ հիշեցնում է քեզ, որ խաղաղ սրտով օրը դու սկսես, քանզի մեծ է սերը նրա, և ոչ մի խանգարող երևույթ չպետք է կասկածի տեղիք տա։ Իսկ թե ինչպես կանցնի ողջ օրը մեր, դա արդեն մեզանից է կախված։ Պարզապես եկ ապրենք նրա սիրո մեջ ու նրա օրենքներով, մեզ պատվեր թողած։ Պարզապես եկ չմոռանանք, որ այստեղ մենք պատերազմի դաշտում ենք, ու նա մեր փոխարեն կպատերազմի այդ պատերազմը։ Միայն թե վստահենք նրան, ընդունելով ամեն օր հացը մեր հոգևոր, ու հիշելով, թե ինչպես ամեղեկի հետ պատերազմելիս Մովսեսը ձեռքերը վեր պահեց մինչև վերջ Իսրայելի հաղթանակի համար, մենք էլ նմանապես մեր ձեռքերը առավոտ կանուխ պարզենք դեպի վեր։ Այնտեղից է մեր օգնությունը, օրհնությունը, օծությունը։ Իսկ երբ կհոգնենք, փնտրենք ու գտնենք Աստծո մարդկանց մեջ զորավորներին ու խնդրենք սատար լինեն մեզ դժվար պահերին, այնպես, ինչպես Ահարոնն ու Օվրը ողջ օրը պահեցին ձեռքերը Մովսեսի, որ չլինի, թե նրանք ծանրանան, հոգնեն ու իջնեն ու հեսուն հանկարծ պարտություն կրին։ Արդ այս օրինակը թող միշտ մեզ հետ լինի, որ չհոգնենք ու չդադարենք պարզելու ձեռքերը մեր դեպի երկինք, մեր Հայր Աստծուն, մեր Փրկչին, մեզ ուսուցանող Սուրբ Հոգուն, հայտնելու մեծ գոհություն և շնորհակալություն նրա ագապե սիրո և շնորհների համար, նրա համար, որ նա մինչ այսօր նաև հավերժ խոստմունք ունի կնքած մեզ հետ, որ կլինի այստեղ պատերազմի դաշտում միշտ մեր կողքին ու կտանի մեզ դեպի հաղթություն։ Փառք քեզ, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Ամեն։